Շնորհակալ եմ, Պետրո Զարոկյան։ Պետրո Զարոկյան։ Հա, ուրեմն այդ նույն օղակաձև այգու վրա քաղաքապետարանի հողի վրա հայտնվեց Multi Wellness սպորտ կենտրոնը մի քանի տարի առաջ։ Եվ այդ Multi Wellness կենտրոնը գանձում է ամսական 35,000 դրամից եւ ավելի շատ գումար, ամառներ կան օրական լողավազան օգտագործելու համար, որ կարող է 15-20,000 դրամ օրի մեկ օրվա լողավազան օգտագործել գինը լինի։ Ես ուզում եմ հասկանալ ինչպես քաղաքապետարանի հողի վրա, որ կոպեկներով տվել եք մասնավոր սպորտ կենտրոնին, ինչ պայմանով եք տվել, որ այդպես թանկ շուկայական գներ է վերցնում եւ արդյոք չեք կարող հետ բերեք քաղաքապետարանի սեփակարտին դառնա, որ շատ էժան մաչելի գներով երեխաները ամիսը 5-6,000 դրամով կարողանան օգտագործեն սպորտ կենտրոնը։ Այդ բան Զարոկյան, իրականում մենք չենք տվել, բայց կարող է այս դահլիճում գործընկերներ ունենանք, ովքեր որ տեղյակ լինեն, եթե կան այդպիսի, խնդրում եմ ձեռք բարձրացնեն։ Ուրեմն իրենց քաղաքական ղեկավարները երևի տեղյակ կլինեն, ոնց է այդպես ստացվել։ Լավ, հիմա հետ բերեք, ինչի հետ չեք մնական պայմանավորվեք, ես դեմ չեմ, որ մասնավորը բարձր գներ վերցի, բայց թող լինի մասնավոր հողատարածքի վրա։ Պարոն Զարոկյան, տեսեք, տվյալ տնտեսվարողը ու մասին, որ խոսում եք, վարձակալությանը տրված այդ հողը ու վրայի գույքը, որը կառուցվել է, կարծում եմ բավականին երկար տարիներ եւ նմանատիպ գույքերը, որոնք որ ծանրաբեռնված են վարձակալած հողի վրա եւ գրանցված են, իրականում այդ պայմանագրերը բավականին լավ են կազմված եւ իրանց խզելը այս պահին շատ բարդ ու երկար դատական process է Իրանից պահանջում, որը նաև մենք հիմա այդ կտորնել ենք փորձարկում, որ նմանատիպ process-ներով անցնենք, ու նորից եմ ասում, օրինակը բերեցի, երբ որ մենք գնում ենք, մենք պետքա պատճառ ունենանք, այսինքն այդ պայմանագրի կետերը խզելու, օրինակ վարձավճարը չեն վճարում եւ նմանատիպ այլ դրույթներ, ու անգամ այդ դեպքում այդ դատական process-ը տևում է 3-ից 4, 5 եւ այլն տարի, բայց կարծում եմ ձեր մտահոգությունը հասկանալի է ու կարելի է միգուցե մտածել։ Արձագանք։ Կարող է իմանալ ժամկետը երբ է լրանում այդ մի կենտրոնինը, եւ եթե ժամկետը լրանը կարեք փոխհամաձայնության կարգ, որ ասեն գները իշնի երեխաների համար։ Ցավոք այս բանը չեմ տիրապետում, հետո կտրամադրենք։ Արման Բաբաջանյան։